Ողջույն բոլորին։ Սա իմ առաջին տեսանյութն է, որը նկարում եմ հատուկ ձեզ համար, YouTube-ի իմ հետևորդների համար, եթե բաժանորդագրված չեք, կարիք են այստեղ բաժանորդագրվում եք, սեղմ եք ու տեսնեք ամենահետաքրքիր, ամենաօգտակար տեսանյութերը, որը նկարում եմ ձեր համար։ Ուրեմն ես առաջին անգամ գնում եմ մենակով Եգիպտոս, նախկինում էլ եմ եղել, բայց այս անգամ մենակ եմ գնալու։ Ինչ կդասավորեմ իմ ճամպրուկը, ուզում եմ նախ ձեր համար հետաքրքիր վիդեո կոնտենտ լինի սա, ուզում եմ որ հետաքրքիր ու պրոդուկտի տեսանյութ լինի, չանեք այն սխալները, որոնք ես եմ արել, բայց մինչ այդ մի հատ sense հետաքրքիր ուզում եմ պատմություն պատմեմ։ Ու ընթացքում էլ համել կդասավորեմ իմ ճամպրուկը, եւ ես դեռ փոքր էի, մոտավոր դպրոցական տարիներն էր դրանք։ Ես մտածում եմ, որ ճանապարհորդելը միայն մեծերի համար է, ճանապարհորդում են ու օգտվում են լավագույն սննդից ու լավագույն ամեն ինչից, օգտվում են միայն այն մարդիկ, ովքեր ունեն շատ գումար ու sense մի հատ մեծական խոսք կա, չէ, որ ասում են տակուց եկած փող ունեն իրանք։ Իսկ միշտ թվացել է, որ իրանք են կարողանում միայն ճանապարհորդել ու մեծանալով հասկացա, որ չէ, դες բան չկա, ուղղակի կարա շատ լավ աշխատես, 24/7 ռեժիմով աշխատես ու հասնես այն ամեն ինչին, ինչը որ դու նպատակ ես դրել, այն ինչը որ դու մտածում ես, որ կարաս։ Հիմա ես իմ 24/7 ռեժիմի աշխատելու արդյունքում ունեմ իմ լավագույն հեռախոսը, ճամփորդում եմ արդեն ու sense լավագույն պահերն եմ ապրում իմ կյանքի, ճիշտ է, շատ դժվարություններ են լինում, շատ դժվար պահեր են լինում, թե կորուստների առումով, թե ֆինանսապես, բայց յուրաքանչյուր պարագայում չպետք է կորցնենք մեր վստահությունը ու այն ինչ երազանք ու այն ինչ նպատակ ունենք, պիտի միշտ մղենք առաջ, որովհետև դրանք են կարևորագույնը մեր կյանքի լավագույն պահերն ու օրերն ապրելու համար։ Մի խոսքով ասեցի ու դասավորում ճամպրուկս, այստեղ ինձ հետ վերցնում եմ ամենակարևոր խորհուրդը, առաջին խորհուրդը, որ ճանապարհորդում եք, պետքա մաքսիմալ ճիշտ դասավորեք ձեր ճամպրուկը։ Ուրեմն ինչ եմ անում ես, նախորդ անգամ երբ որ ճանապարհորդում էի, վերցրեցի ճամպրուկ, մեջը լցրեցի այնքան վեժ, որ հագուստ լցրեցի, որը ինձ երևի այդքան պետք էլ չէ, բայց քանի որ առաջին ճանապարհորդությունն էր, մտածում եմ, որ սիրուն նկարներ ստանալու համար, սիրուն վիդեոներ ստանալու համար պետք է լինելու տարատեսակ հագուստներ, տարատեսակ outfit պիտի որոշեի իմ համար, ու դες վերցրել էի շատ հագուստներ էի վերցրել, որը ճիշտ է հագա, բայց այդքան էլ պետք չէ, կարա չհագնեի ու էլի շատ սիրուն նկարներ, տեսանյութեր ստանայի։ Հիմա խորհուրդս ձեզ վերցնում եք ինչքան հնարավոր է մեծ ճամպրուկ եք վերցնում ու հնարավորինս թեթև ճամպրուկ եք վերցնում, որ ձեր արդեն ինչքան որ սահմանված այդ կիլոգրամը դա չանցնի։ Ու վերցնում եք մաքսիմալ քիչ հագուստ, ես օրինակ վերցրել եմ այսպիսի վերև ներքև եմ վերցրել, որ այնտեղ հագնել առաջին հագուստս։ Մի 2-3 տեսակի հագուստ եմ վերցրել, մեկն էլ հագնել եմ, բնականաբար լրիվից բավական է, վերցրել եմ այս շորտիկ ու մայկա։ Գնալու եմ Եգիպտոս, Եգիպտոսում շատ շոգ է լինելու ու մեզ երկարատև ընդհանրապես այնտեղ պետք չի լինելու։ Տեսեք ինչ գժական հագուստ եմ վերցրել, չգիտեմ երևում է թե չէ, կասկադի պատկերով պիտի իմանամ, որ մենք հայ ենք։ Ու իր արդեն շորտը շատ սիրուն է։ Անպայման տեսանյութերի մեջ կտեսնեք, այնտեղ ցույց կտամ, թե ինչ սիրուն է ինքը։ Հագնել եմ այս կեպին։ Թռիչքը լինելու է առավոտ ժամը 8-ից մինչև 10:30-11, տենց մոտավոր։ Սա մի շորտը, որը հագնել եմ արդեն օդանավակայանում, ու մի հատ էս գժությունը նայեք։ Սենց ցույց տամ նախ եւ առաջ։ Իսկ թվում է շատ սիրուն է։ Սա արդեն առավոտյան հագուստը կա։ Տարբեր տեսակի մայկաներ։ Վերցել եմ մի քանի հատ էսենց նասոկներ, այստեղ ինչ ունեմ ցույց կտամ, հագնել եմ այս բոթասները ու արդեն այս կրոքսները կվերցնեմ ինձ հետ։ Կրոքսների համար ինչա պետք։ Սենց իրեն բաների մեջ են գնում կրոքսները։ Ունեմ արևապաշտպան, սա մակրոխեղուկ է, տոպրակի մեջ, ասենց մանր-մունր իրերը փորձեք տեղավորել մի տոպրակի մեջ կամ մի պայուսակի մեջ փոքր, որ հետո հնարավորինս հեշտ գտնեք։ Այստեղ ունեմ այսպիսի բարձրախոս սա կվերցնեմ ինձ հետ նկարելու համար եւ ունեմ այսպիսի բարձրախոս սա կվերցնեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինի, օգտագործեմ այդտեղ։ Սա կդնենք այստեղ։ Այստեղ ունեմ ականջակալ, սա կթողնեմ այստեղ։ Այստեղ ունեմ նաև այսպիսի ականջակալ։ Հնարավորինս ազատվեք բոլոր տեսակ
տուփերից, որոնք որ ավելորդ տեղ են զբաղացնում, որովհետև հետո երբ որ որոշեք որ վերջ պիտի վերցնեք, օրինակ անցած տարի երբ որ ես գնացել էի, այնքան նվերներ էի բերել, որ իմ համար հերիք չարեց մի ճամպրուկը, երկու ճամպրուկը ու արդեն երրորդ ճամպրուկը գնեցինք ու այդ վեշերը տեղավորեցինք մեջը բոլոր նվերներով հանդերձ, բայց ասենց զորով կապեցինք, ձգեցինք, կպսրեցինք ու դրեցինք։ Այնպես որ վերցնում եք մաքսիմալ քիչ իրեր, վերցնում եք մաքսիմալ այնպիսի ապրանքներ, որոնք չունեն տուփեր, տուփերից հանում եք, նոր տեղավորում ենք։ Ունենամ ակնոց։ Եվ վերջին կեներ կհանդիպենք արդեն օդանավակայանում, իսկ դու չես մոռանում, որ հետևում ես էջին, բաժանորդագրվում ես այդտեղ մեզ անվակ կոճակի վրա, որպեսզի իմ տեսանյութերը բաց չթողնես ու հնարավորինս առաջին իմանաս դրանց մասին։ Հանդիպում ենք արդեն օդանավակայանում, այնտեղից էլ անպայման վիդեոն կնկարեմ, կտեղադրեմ էջում ու կապի մեջ կլինենք։ Բոլորը շատ սիրում եմ, կհանդիպենք օդանավակայանում, ես գնացի քնելու։ Ընկերներ ջան, ընդամենը կես ժամ եմ քնել դեմքից չնայեք, ես արդեն օդանավակայանում եմ, ժամը 6:35 րոպե է։ Դեմքս ցխված է, ինչ որ ոչինչ, ես ընթացքում ավելի կնիկ թարմանա, կլծվի տեղը կգա, աշկերից տակի փոստը կանցնի, բայց չեմ սիրում, որ ուշանում են, հնա ես եկել եմ հասնել 6:35-ը, ոչ մեկ չկա։ Հնա ուշանում են, պունկտուալ չեն բաբշե, ընդհանրապես պունկտուալ չեն։ Եթե ինչ ես մենակ եմ թռնում, ոչ մեկ էլ չկա հետս։ Այդում եմ մենակով, լավ կայֆավատան եմ Եգիպտոսներում հետը։ Այս ականջս լավ չի, մյա դզեմ ես ականջս վայթեմ։ Կեպին են գեբրեմ, ոնց որ կիսա տրնի։ Այս ամյացը ձեռով տալիս եմ բենին, այդում ենք ու վերադառնում ենք ուրիշ կադրով, հոպ 1, 2, 3 հոպ։ Հիմա մի բաժակ սուրճ ենք խմում ու արդեն մտնենք, նստենք, սպասենք մեր թռիչքին։ Ինչ հարած հետա, մի սպասենք, հաճար չկա։ Իսկ կխակս տեսակ է ինչի պիտի փոխեմ։ Վաստեմ Եգիպտոս վայթեմ առնեմ մի հատ։ Լավ, մնացում ենք առաջ։ Ընկերներ ջան, արդեն ժամը 7-ն է, ես էստեղ եմ, արդեն չեկին եմ եղել։ Սպասենք մի քիչ սպասենք, որ չթամ ներս անիմաստ մնա։ Մի բաժակ սուրճ արդեն խմել եմ։ Բայց երևի թամ ներս մնստենք, դրանք ինչ կա ներսը։ Մի քիչ ֆռֆռանք մեր համար։ Այս մեր զվարթնոցը շատ սիրուն է, եթե ինչ ամենալավագույն օդանավակայաններից մեկն է, եթե ոչ ամենալավագույնը։ Մի խոսքը գնանք ներս, սպասենք մեր թռիչքին։ Ընթացքում կատեր կանեմ, 2-3։ Ամենից շատ լավ, նորմալ ժամանակի թռիչքը եղել եմ, կոֆե կապ Ընկերներ ջան, ես արդեն հասել եմ հյուրանոց, ամեն ինչ շատ լավ է, հիմա տեղավորվեմ համարս ստանամ ու անպայման ձերը կկիսվեմ արդեն թե համարով ռումտուր կանեմ ու մնացած ամեն ինչը կպատմեմ լավ կողմերի մասին, թե վատ կողմերի մասին, դուք եք իմանաք ընտրեք ես հյուրանոցը, թե չընտրեք ես հյուրանոցը, մի խոսքով ամեն ինչ կպատմեմ իմ վիդեոբլոգով, այնպես որ լավ եղեք, կհանդիպենք, բացս կադրերի թեքեմ։ Ընկերներ ջան, չգիտեմ ինչ է կատարվում ստեղ, բայց ոնց որ իրանց աղոթքի ժամն է, լսվում է ձեները ձեր մոտ։ Չգիտեմ ես ձեները, վախացնում են ինձ երևի, օր այն տղենետից ձևա կարմրը, սևց է, էդի վաղը մածուն կկսես, արա։ Ես արդեն իմ համարը ստացել եմ, մի հատ ցենց արագի միջախում տուր եմ անում ձեր համար, ասեմ որ սպասարկումը գնահատում եմ 10-ից 10, շատ լավ են սպասարկում, շատ լավ աշխատակիցներ ունեն, սեթի շարժում եմ գտնում, նորից եմ կրկնում, մի հատ չեմ զրանակացնեմ որ բաժանորդագրվեք արիքին, չեք բաժանորդագրվեք, սեք մեկ զանգակի կոճակով գնացինք առաջ, մի հատ ցենց արագի մեջ ցույց եմ տալիս սենյակը, այստեղ սովորական պահարաններ են, ոնց որ բոլոր սենյակներում են լինում, այստեղ կախիչով տարբերակն է։ Այստեղ ցույց տամ լոգարանը, ասեմ որ սուպերիո համարում եմ գտնվում, այստեղ մեծ հայլին, այստեղ խոշորացված հայլին, սա ես եմ, այստեղ լոգախցիկը, այստեղ ամենակարևորը ձեզ ուզում եմ ցույց տամ, թե ինչքան սիրուն է իմ պատշգամբը, ունեմ մոթորակիչ, ունեմ հեռուստացույց, դրանք բոլոր տեղերում էլ կան, բայց ամենակարևորը այստեղ իմ պատշգամբն է, շատ սիրուն պատշգամբ ունեմ, ասեք ինչքան սիրուն է,
Այնտեղ հեռվում երևում է հին քաղաքը, կգնանք անպայման ես ձեզ բոլորի ցույց կտամ։ Շատ մանրամասն կգտնեք այս տեսանյութում, այստեղ կա ջրաշխարհը, մի քանի հատ լողավազան ունեն, թե փոքրերի համար, թե մեծերի համար։ Այնտեղ հեռվում առաջին գից հենց լողափն է, ռևյուները ասում են, որ շատ լավն է։ Լողափը շատ մաքուր, կգնանք ստուգենք։ Որպես հայ, ինչ ենք անում առաջինը, մի հատ խմում ենք սուրճ, հեռախոսը դնում ենք լիցքավորման, որ կարողանանք նկարենք ամբողջ գեղեցիկ տեսարանները։ Մի խոսքով, սա իմ ընդհանուր սենյակն է, այստեղ իմ իրենա չեմ էլ դասավորելու, դրա ժամանակ չենք կորցնում կամ հետո եթե ժամանակ ունենանք կդասավորենք։ Մի խոսքով, բոլորիդ լավ օր, խփում եմ գնում ենք առաջ հաջորդ կադրը, գնամ 1 2 3 գնա։ Հետևողներս բարի լույս բոլորիդ ոնց եք։ Այսինքն սիրուն տեսարանում իմանաստած եմ, սուրճ եմ խմում, այսօր ձեր համար ցույց տամ հյուրանոցի տարածքը։ Տարածքն եմ շատ սիրուն է, շատ մաքուր է։ Մի խոսքով ցույց կտամ, հետո գնայինք իրարով։ Մի խոսքով նատ կոֆեն խմեմ, դեմքս դզեմ, update անեմ, հարմանամ։ Ճաշարանին չեմ հասցրել, որտեղ ունենց խորն եմ քնել, գիշերը ժամը 4-ին եմ քնել։ Հայաստանի ժամով 5-ն անում ժամը։ Մի խոսքով քնել եմ, առավոտը չեմ ելել, որ եկամ նախաճաշի, բայց տարածքում էլի սնունդը տալիս է։ Ոչինչ գիտեմ, որ դից գտեմ։ Ու մի խոսքով, խփեմ դրանք հաջորդ կադրը մնացածը ցույց տալու։ Ընկերներ, տվյալ տեսանյութը նկարահանված է եղել Instagram-ի համար, բայց քանի որ նաև ձեզ ուզում եի այս տեսանյութի միջոցով ցույց տալ, թե ինչ տեսք ունի արդեն հյուրանոցը ներսից եւ դրսից, դրա համար այս տարբերակով եւս տեղադրում եմ, դուք տեսնում եք նախասրահը, թե դրսից ինչ տեսք ունի, հյուրանոցը 4 աստղանի հյուրանոց է, բայց չի զիջում իր բոլոր հարմարություններով 5 աստղանի հյուրանոցին, կարող եք հանգիստ վերցնել այս հյուրանոցը ձեր հանգստյան փաթեթներում։ Տեսեք, հյուրանոցն ունի 2 լողավազան, մեկը ակվապարկով, մեկը սովորական երեխաների համար եւ մեծահասակների համար։ Ծովն էլ շատ մաքուր էր ու ամենակարևորը առանց կորալների, որն ավելի հարմարավետ էր դարձնում մեր լողալը։ Հյուրանոցի ներսում կար նաեւ խաղասենյակ, որտեղ կարող են երեխաները ժամանակ անցկացնել։ Մի խոսքով, ամենայուրահատուկ ու ամենալավ հանգիստը կարող եք անցկացնել հենց այս հյուրանոցում։ Ես ձեզ բոլորիդ վստահեցնեմ, որ շատ լավ հյուրանոց է ու ամենալավագույն պայմաններով։ Մենեջան հայրիս Հիմա բախտացել եմ բաղվեցիտը, վիտրեն նախաճաշին Հիմա կսում նախաճաշին ինչում գտել եմ Հնագոտ բան չեմ մնքել Սա բոլակը ման Էդ պողացը Ուսա Մեկ խան գնդվար եմ Տեսականիներն Չի եկան կամաց ով ասում Խասի տեսականիներն Խոլորաբը, հավկի Ես ինչ ճաշի շամախ եմ, աղաղքում եմ Իմ ոչ էսթետիկ պամանը Մի խոսքով խվեմ կադրը Հաջորդ չգիտեմ նույն դենանք Մի խոսքով մի բան չես կտա Գնացի Այս ինչ զագար եմ ասունել Այս զագար չեմ ես դարել եմ քյոմոր ենքան Վառող արև է Բայց ծովը շատ մաքուր է Ափը շատ մաքուր է Հանգիստ կարակ դակ ես հյուրանոց Ողջվեք ես հյուրանոցի Որ 10-ից 10 հատ Որ ափով խոսք չկասելու շատ լավն է Եվ ընթացքում անդադ կադրեր կանեմ, որ համ Instagram-ում տեղադրեմ, համ արդեն YouTube-ի տեսանյութի համար Արդեն գնանք հաջորդ կադրեր, գնացք 1-2 սրեք Ընկերներ ջան, նորից բարև բոլորին Ես դուրս եմ եկել քաղաք շրջելու Նա տեսպես անեմ տեսեք
Այնտեղ հերվում, այնտեղ երևում է իրենց մսկիթը, մի խոսքով շուտ անցնեմ, քանի չեք ցելից մեքենայի տակ, որովհետև այստեղ ոչ հաշվի են առնում, որ տուրիստ ես, ոչ հաշվի են առնում, որ ճանապարհը հետիոտնին է, ոչինչ հաշվի չեն առնում։ Կարան գցեն տակ ու գնան։ Մի խոսքով գնում ենք, ցույց տամ։ Սիրուն է ամեն ինչ։ Կքայլենք, կտեսնենք քաղաքը։ Կտեսնենք քաղաքը, կզբոսնենք, ձեզ կծանոթացնեմ գների հետ։ Այստեղ մի կարևոր բան եմ ուզում ձեզ հուշացնեմ, եթե դուք դուրս եք գալիս գնումներ կատարելու, ձեր ձեռքի այս ժապավենները հանում եք, ինչի համար է սարվում, որովհետև յուրաքանչյուր խանութ մտնելու դեպքում հարցնում են, տեսնում են ու արդեն հասկանում են, թե ինչ գին ձեզ առաջարկեն տվյալ ապրանքի համար։ Այնպես որ զուտ ապահովության համար կարող եք հանել ու այդպես որպեսզի թանկ չվճարեք անիմաստ ինչ որ ապրանք գնելու դեպքում։ Ինձ հարկավոր է ակնոցներ լողափի, որտեվ պիտի վաղը մտնեմ ծովը կտրեմ, էլի։ Ծովը կտրեմ, անցնեմ, դրա համար ինձ ակնոց է պետք։ Ասենք բրենդային խանութեն այն կողմում եւս կա։ Այս հատվածը հատկապես դուր կգա կանանց շատ գեղեցիկ պայուսակներ, դրամապանակներ, կոշիկներ, այսպես անեմ։ Բայց բավականին թանկ արժեն, որովհետև այս վայրերում հիմնականում բրենդային ապրանքներ են վաճառվում։ Ներս բացարձակ չեմ ուզում մտնեմ, որովհետև յուրաքանչյուր տեղ մտնելուց դες կախվում են կոկորտիցդ ու ուզում են, որ դու իրաց մոտից ինչ որ մի բան գնես։ Գնացինք առաջ։ Սա մի քիչ էլ բացենք։ Այստեղ եւս բրենդային խանութներ են։ Բոլորը բրենդային ապրանքներ են այստեղ ու չկարծեք թե այստեղից դուք կկարողանաք հարմար գներով ինչ որ բան գնել, եթե նպատակ ունեք, որ մի քանի բան եք գնելու։ Մի խոսքով գնացինք առաջ։ Եթե բանի տեղ չդնես, ով ինչ է խոսում, ով ինչ է ասում, մի բանի տեղ ընդհանրապես չդնես։ Ով կկանչի իր մոտ, իր խանութ, ով ինչ կասի, դու չես հասկանում, ես տեսնում։ Այս մասի մոտ պատտեմ, տեսա խցիկը դուք հետենը։ Մարդիկ դուրս են եկել սովորական առևտրի, գնումներ կատարեն, այստեղ էլ շատ ես դուր կգա, որովհետև բրենդային աքսեսուարներ են վաճառում, սոլո։ Սովորական կանացի հագուստներ, լաքշերի, այստեղ էլ պայուսակների մեծ տեսականի կա, այստեղ օծանելիքներ, ինչ ուզեք կգտնեք այստեղ։ Ուղղակի պետք է հաշվի առնեք, որ հələ դուք հետ եք գալու Հայաստան ապրելու եք, բայց գնումներն էլ հետաքրքիր անցնում, պետք է յուրաքանչյուր ոք որ գնում է ինչ որտեղ հանգստանալու, ես այդպիսն եմ, պիտի մեծ նվերներ բերեմ, պարտադիր։ Ես համ սիրում եմ նվերներ բերելը, համ սիրում եմ նվերներ ստանալը։ Մատեր ես գեղեցկությունն է թերթում եմ նայում եք, ու սրա համար պիտի բաժանորդագրվեք ալիքին։ Այս օտանեկի խանութերի կողքին տես ինչ անուշ ոտա գալի, ինչի չի ասի այն վայրերի մասին, որտեղ որ դրսում ուտելիք են պատրաստում։ Դրսում պատրաստվող այդ ուտելիքների տեղը շան հոտա գալի։ Իմ կամերան տեսնեք։
Դուք ուզում եք տնակ իմ Instagram հետևորդները չեն ուզում տենան։ Instagram հետևորդները չան գնացեք ասեք որ այս վիդեոից հետո եկեք է։ Բաժանորդագրվում եք YouTube-ի, հետևում եք Instagram-ից, գնամ այդ Instagram-ի համար ռիլ նկարեմ։ Հիմա եկեք գտնենք սովորական սուպերմարկետ գտնի խանութ կլինի կապ չունի։ Խանութը ուզում ես ինչ-որ մի բան գնես, բայց ոչ մի բան։ Hello bro. How much? $10. This one table. Oh, this is $10. Маска сколько долларов? $10. А, это? Este бюджет, este 10. $5 это хорошее качество 10. $10. Չենք ուզում են մեր վրա գին աշխատեն։ Սանք չեն ջգեմ ենք հայ ենք։ Չենք աղա մեր վրա գին աշխատեն։ Հիշեք միշտ, որ պիտի յուրաքանչյուր ապրանքի գինքցեք։ Ինչ ուզում ա լինի։ Ոյ, սիչ լավը խով աստը։ Я тебя съешь. Мама, дай. Ох, ты говоришь, что ты Ինչ է կատարվում, մոտակը չեն կաղում, պերես։ Ոդեմ тебя. Լավ շաներ, ամեն ինչ կկտնեք ես։ Շանավերներ։ Անկացներ։ Շենքը կամեն $2 է։ Սկզին բյանք համով են թե այս $2 է։ Այստեղ խաղալիքներ կա։ 144 H-ից Իշը կնեզա 144 H-ից հայկական դրամով այստեղ խողը եմ իչքան անում այս բան չեմ նիշում, սա $1 է Հեզանա Ես չի ոտ պանգա, ոտ սուպերմարկետ, հարմարակները շատ Դորի տեսներ $3.5 մոտագուր տանանումա 1200 դրամի կարգի $1 400 կարգի մի քիչ պակաս Եթե չեմ սխալում մեկ Էջիպտը հավասար է 75 դրամի Եկետպես կարակ փոխարինել խախտել Հանրաների տեսակները մեղարներ Սրանք եթե չեմ սխալվում յանք կարակ հա, բայց նոր չի կարակ, եթե չեմ սխալվում Peanut butter Տեսականներ Դե Ամեն ինչ կգտնեք, ամեն ինչ Հայաստանի սուպերմարկետի նման չի, որ ասես չլին դրանով կբերես Սորական եգիպտական հնքանաբերներ, չգիտեմ զայնս իշքանով է լսվում, որովհետև համ զայնը երաշության շատ բարձր Համ իրանք են ահավոր բարձր խոսում Ամեն ինչ կգտնեք եստեղ Դները կարելի է Հալվաների կրեմներ ինչոտ են սպաներ են Ներսում որ էին տես բաների կգնեն, կտանենք Հայաստան, խոցարկենք Sorry bro Ետից վատ նայք որ ես Կերսուն էիչի Սա կներես ես ցույցտամ դուքի մոտալ պատկերացրի կազմենք, սա քաղաքի կենտրոնն է, հին մարկետի մոտ, կներն այսպիսին է։ Մեզ պետք առաջին հերթին սուպ,
Sos կվերցնենք։ Շիտ կվերցնենք։ This tree. Sorry։ Արևն Sos կվերցնենք, սուջը հորից կվերցնենք։ Իհերեն։ Ինձ ամենատարիցն են, բայց շրանք բավական չի ընդհարապես։ Այլ սետ փոխել ուզում։